Մենք տարիներ առաջ նկատել ենք, որ մի շարք համայնքներում տեղական տուրքերը պատշաճ չեն հավաքագրվում։ Հատկապես Գյումրիում, երբ ես եղել եմ 9 տարի ավականու անդամ, այդ խնդրեմը միշտ եղել է։ Օբյեկտներ, որոնք ծխախոտ են վաճառել, բոլորը չեն եղել ցուցակագրված, հավաքված եւ տուրք վճարող, ալկոհոլային ըմպելիք վաճառողները բոլորը չէ, որ եղել են գրանցված, սննդի օբյեկտներ, արտաքին գովազդ եւ այլն եւ այլն։ Ինչպես գիտեք, Հայաստանում տեղական տուրքերի հավաքագրումը հենվում է իհարկե տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքի եւ ավականու համապատասխան որոշման վրա։ Ամեն տարվա վերջին, սովորաբար դեկտեմբերին, ավականին որոշում է, թե հաջորդ տարի տեղական տուրքերի դրույքաչափերը ինչքան պիտի լինեն օրենքից ելնելով։ Մոտավորապես 20 անուն տեղական տուրք կա եւ 20 անուն տեղական վճար կա։ Շատ հաճախ ովքեր մասնագետ չեն, շփոթում են սրանք իրար հետ։ Հա, վճարը տուրքի հետ, տուրքը վճարի հետ եւ այլն եւ այլն։ Վերջը, մի քանի տարի առաջ Գյումրիում համանման մի հետազոտություն արեցինք ու պարզեցինք շատ խայտառակ տվյալներ։ Բարեբախտաբար դրանից հետո մյուս համայնքներում նման պատկեր չենք տեսել։ Խոսքն այն մասին է, որ բազմաթիվ օբյեկտներ գործում են, բայց նրանց մի մասն է տեղական տուրքեր վճարում։ Մյուսները տարբեր պատճառներով համայնքապետարանի տվյալների բազաներում չկան եւ չեն վճարում։ Ընդհանրացված հաշվարկով Գյումրիում ստվերում է եղել այս 5 տուրքերի գծով մոտավորապես 120 միլիոն դրամ տարեկան։ Այսինքն դա փող է, վերջիվերջո հասկանում եք, որ դա դառնում է համայնքի կարիքների համար օգտագործվող հազար ու մի առարկա ու պիտույք, աղբամաններից սկսած, նստարան, գիշերային լուսավորություն եւ այլն եւ այլն։ Բարեբախտաբար այս տխուր պատկերը չենք տեսել ոչ Աբովյանում, ոչ Հրազդանում, ոչ էլ առավել եւս Վաղարշապատում։ Ծրագիրը, որով սա արել ենք, Under Atlantic Transatlantic Transit-ի աջակցությունն է, ընդհանուր առմամբ եղել է 10 միլիոն դրամի ծրագիր, Վաղարշապատ, Վանաձոր, Հրազդան, այս 10 ամսվա ծրագրի գինն է, որ իմանաք էլի, հա, սա դրամաշնոր է եղել, որով աշխատել ենք։ Վաղարշապատի հետ համագործակցության մասին ես լավատեղյակ եմ եւ քաղաքական իրադարձություններին եւ խոշորացումներին, երկու խոշորացված համայնք վերախոշորացվել է Վաղարշապատի դեպքում, նախկին Վաղարշապատ համայնքը մի քիչ էր, չէ, խոշորացված, մի գյուղեր հետը, մի գյուղեր, հա, եւ հիմա վերախոշորացված է եւ հիմա էլի այդպիսի process-ներ Հայաստանում լինելու են։ Ստեփանավանը, Գորիսը, Վանաձորն են Վահագնի բանի հետ Փամբակ համայնքի հետ փորձում խոշորացնել եւ այլն։ Մենք տեղեկության հարցումներ ենք ուղարկել բոլոր համայնքապետերին, այդ թվում նաեւ Վաղարշապատի համայնքապետին, տեղեկություններ ենք հարցրել, թե ինչպիսին են եղել անցած տարիներին եկամուտները, բայց հասկանում եք, որ քանի որ խոշորացված է եղել, անցած տարիների եկամուտների պատկերը երկու համայնքների է վերաբերվում, այսինքն երկու համայնքների արխիվներից պետք էր այդ ամբողջը քաշել հանել։ Մեզ ուղարկվել են հղումները չէին բացում, տեխնիկական ինչ-որ խնդիրներ կային, չգիտեմ, հիմա գործում են թե ոչ, նախկինում եղած, հա, այդ երկու համայնքների։ Եվ իհարկե այս 4 տուրքերի վճարողների տվյալներն էինք հարցրել, հա, իհարկե պատասխանների մեջ զեկույցի մեջ նկարագրել ենք, էլի, մեզ բացատրվել է, որ անձնական գաղտնիքներ կան, մենք դրանք տրամադրել չենք կարող, իսկ մենք անձնական գաղտնիքներ չենք հարցնում, մեզ չի հետաքրքրում, էլի, անձնական տվյալները, եթե միայն ֆիզիկական անձինք են, որոնք անհատ ձեռնարկատերեր են, անվան եւ ազգանվան առաջին տառերը լրիվ հերիք է, նույնիսկ եթե չլինի, դա էլ կլիներ, հասցեն է գործունեության ոլորտը, տուրքը, մագերեսը, ըստ այդմ վճարը դրույքաչափը իմանալու համար։ Մեր ռեկոմենդացիաների մեջ մի քանի առաջարկություններ կան, թե ինչպես հաղորդակցվել գործարարների հետ, որովհետև շատ տարբեր է տարբեր համայնքների դեպքում։ Կա որ ֆիզիկապես գնում հանդիպում են խանութին, որը նոր է բացվել, բանավոր բացատրում են, որ դուք պիտի վճարեք այս տուրքը, այն տուրքը եւ այլն, մարդը տեղյակ չէ կամ տեղյակ է, իրեն անտեղյակի տեղ է դրել։ Հա, տեղ կա որ զանգով են զգուշացնում, հիշեցնում են, երամսյակն անցավ, այդ վճարումը երբ եք անելու։ Տեղ կա որ սկսել են արդեն գրավոր իրազեկել, հա։ Իսկ երբ նկատում են, որ կա ինչ-որ դիտավորություն կամ հատուկ վերաբերմունք կա եւ չենք վճարելու,
այդպիսի համայնքներ են եղել, դեպքեր են եղել։ Վաղաշապատում չէ, այդ դա չենք հետազոտել, մնացած համայնքներում համայնքապետարաններից պաշտոնյաներ կան, որ այդպես պատմել են մեզ, էլի, հա, չենք վճարելու, գնա դատի տուր, ինչ ուզում ես արա, այս կողմեն կողմ, հա, այդ դեպքում ինչպես վարվել հետները։ Մեր առաջարկությունների բլոկի մեջ առաջարկություն կա, որով առաջարկում ենք շատ չարչարվել, էլի, անընդհատ մարդ ուղարկել, որոնք պետք է գնան այդ գործարարի հետ, որը անբարեխիղճ է, տարբեր պատճառներով չի ուզում վճարել, ինչպես վարվել իրենց հետ։ Յուրաքանչյուր տարի տարվա վերջ համայնքի բյուջեն հաստատելուց առաջ սահմանվում են նաև տեղական турքերի վճարների դրույքաչափերը, կան նաև տեղական турքերի վճարների մասին օրենքում հստակ կետեր, որ որոշակի տեղական турքերի տեսակի մասով պետք է սահմանվի նաև առանձին կարգեր, ինչպես նշեցիք, հանային սննդին հարակից ընդհանուր օգտագործման տարածքում սեզոնային, ամառային եւ ձմեռային սեզոններին հանային սննդի գործունեություն իրականացնելը եւս այդ տեսակներից է։ Մենք այդ մասով եւս ունենք առանձին սահմանված կարգ, որտեղ նշվում է, թե ինչի հիման վրա պետք է տրամադրվի այդ թույլտվությունները։ Տնտեսվարողները ներկայացնում են էսքիզ, ներկայացնում են լիցենզավորված չափագրողի կողմից սահմանված նախագիծ, որի հիման վրա սահմանվում է, երևում է մակերեսը եւ դրա հիման վրա նոր տրամադրվում է թույլտվությունը, այսինքն դա առանձին տեղական турքի վճարների սահմանած կարգից բացի նաեւ առանձին կարգով է սահմանում, որը որ Վաղաշապատ համայնքում արդեն իսկ սահմանվել է։ Հա, մենք այդպիսի օբյեկտ չասենք, էլի, տարածքի օգտագործման դեպքեր արձանագրել ենք 11 հատ Վաղաշապատ քաղաքում, Էջմիածին քաղաքում եւ մի հատ Գեղակերտում ենք արձանագրել։ Այս ցուցակները մենք տրամադրում ենք համայնքապետարանին, որպեսզի նայեն, էլի։ Սովորաբար ենթադրվում է, որ մայթի ինչ որ հատված օգտագործողները կամ այգու կամ պուրակի ինչ որ հատված օգտագործողները ամիջապես դրան հարող պիտի ունենան բուն սննդի օբյեկտը, հասկանալի է, չէ, ինքը չի կարող մայթի վրա սուրճ կամ սնունդ մատուցել սեղանների կամ այդ ծածկերի տակ, եթե դա եփելու տեղ չունի։ Այսինքն այս ցուցակներում ինչ էլ որ կա, եթե իրենք ընդհանուր օգտագործման տարածքում իսկապես գործող հատվածներ են, դրանք պիտի նախորդ ցուցակի մեջ հաստատ լինեն, էլի, իրար հետ պիտի փոխկապակցված լինեն, հա, մեր զեկույցի մեջ մենք դա գրել ենք։ Ինչքան շինությունը, որտեղ որ իրականացվում է հանային սննդի գործունեությունը, առաջնային պետք է դիտարկվի նրա թույլտվությունը, արդյոք նա ունի թույլտվություն հանային սննդի գործունեություն իրականացնելու, նոր երկրորդ փուլում արդեն իսկ նրան հարակից հատվածում հանային սննդի գործունեություն, այսինքն եթե հիմնական տարածքում հանային սննդի թույլտվություն չեք տրամադրել, հնարավոր չի նաև տրամադրել բնականաբար նաև իր հարակից հատվածում հանային սննդի գործունեություն։ Օբյեկտիվորեն իրար հետ կապված բան է։ Առաջարկությունների մեջ մի քանի բան կա գրած զեկույցների մեջ, բոլորը ես իհարկե հիմա չեմ կարդա, ուղղակի սրանք առաջարկություններ են, գուցեև արդեն կիրառում եք, հա, օբյեկտների չափերը ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել, ընդարձակվել, կրճատվել, բանավոր խոսքին турք վճարողի ուրեմն չափավինել ամառային ամիսներին առանց իմանալու սեզոնային турքի գոյության մասին, օբյեկտը կարող է չիմանալ, հա, եւ տնել շաուրմանոցի առաջ 2 հատ սեղանաթոռ, մարդը տեղյակ չէ ուղղակի, որ ինքը պիտի դրա համար турք վճարի, հա, այսպիսի բաներ ենք առաջարկում ենք, որ տեղյակ լինեն։ Տվյալների բազաները կարելի է նաև պարբերաբար համադրել կամ փորձել ստանալ պետեկամուտների կոմիտեի տվյալների բազայի հետ գործընկերության շրջանակներում, հա, վարչարարությունը նախատեսում է նման համագործակցություն, հա, հարցնել ընդեղից ուղղակի եւ իրենք տրամադրեն այդ տարածքում, ձեր համայնքի տարածքում, քաղաքը եւ 18 գյուղերում, ովքեր կան SSS տեսակի բիզնեսով կամ պրոֆիլով զբաղվող բիզնեսներ, որպեսզի նրանց տվյալները ցես տրամադրեն, արդեն դա ավելի հեշտ է, քան թե ելնել փողոցներով տվյալների բազաները պաշտպանված պահելու համար, երևի ունեք մասնագետ ունեք երևի կիբերհանցագործությունների դեմ եւ այլն, նաեւ անձնական տվյալների արտահոսք թույլ չտալու համար գաղտնապառեր ըստ երևույթին, Հավանաբար ուզում եմ ասել, որ եթե դժվարություն կունենաք, մենք կարող ենք մասնագետների խորհուրդ տալ, որոնք կարող են օգնել ձեզ հակերական հարցակումներ, ով գիտե, ես իմ 1000-ի նման այդպիսի բան կարող է լինել, այդ մասով պաշտպանված է, հա։ Այդ մասով համայնքապետարանները ունեն ներքին փաստաթղթաշրջանառության ծրագիր, որը որ սպասարկում է հենց այդ կազմակերպության կողմից,
Նաև մեր համայնքում ունի առանձին կայքեջ եւ բազա, որ սպասարկում է օպերատորի կողմից, մեզ սպասարկող օպերատորը նաև այդ մասով է հոգացել, կան անվտանգության տեղադրված մի քանի սարքավորումներ, որոնց որ ճանապարհը կոտրելը, հա, բավականին դժվար է։ Եվ ես վերջերս բոլոր համայնքները, եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ ստացել են այդ սարքավորումները։ Այո, դրանք շարունակական կատարելագործման կարիք ունեն, համայնքներ ունենք, որոնց կայքերը պարբերաբար թշնամի երկրներից մտնում կոտրում իրենց ուզածն են կախում, մինչև խելքի են բերում, վերականգնում են, ահագին ժամանակ է անցնում։ Լավ, Unicode-ի մասին ասացի, երևի ձեր տեքստերը պարբերաբար նայում եք, լինում են աղյուսակներ, Excel-ներ, որոնց մեջ կան տեքստեր, որոնք Unicode-ով չեն գրված եւ ուրիշ համակարգիչներ երբ նայում են, տեսնում են, որ անընթեռնելի է, հա, խառախուռը սիմվոլներ բաներ են հայտնվում։ Այդ մասով էլ եթե կարելի է, համեցեք։ Կամ երևի առաջին մասնագիտությունս է դա դրա համար։ Այո, խնդրեմ։ Մենք ունենք օրինակ մեր բաժնում գործառույթներ այնպեսին է, որ ունենք համակարգեր, օրինակ գույք հարկի եւ հողի հարկի, այսինքն դա գործել է մինչեւ 2020 թվականի վերջը, այդ ծրագիրը այնպեսին է, որ ինքը աշխատում է միայն Unicode-ով, իսկ մնացած ծրագրերը արդեն իսկ աշխատում են ֆոնետիկ համակարգով, այս բaragայում նաև ծրագրային ապահովում է, օրինակ մեր աղբանության ծրագիրը ինքը գործում է միայն 2007 թվականի Office-ի փաթեթի հետ, որտեղ նաև որ անհրաժեշտություն ունի աշխատել ֆոնետիկով, շատ դեպքերում նաև համայնքներում կարող է պատճառը դա լինի, որ տվյալ համակարգչում հավաքել ընդունենք ֆոնետիկով, բայց աղյուսակը փոխանցելուց կամ Excel-ի ֆայլը փոխանցելուց արդեն մյուս համակարգչում ավելի բարձր ծրագրային ապահովում է դրանց, դրա համար տես խնդիր առաջացել։ Հա, հասկանալի։ Եվ այս մասով կարծես թե մեր ասելիքը ավարտվեց, մենք ցես կուղարկենք այդ տվյալները ամբողջությամբ, որպեսզի դուք համադրեք ձեր ունեցածի հետ։ Իհարկե զեկույցի սևագիրը կուղարկենք, սրա էլեկտրոնային տարբերակը, ձեր բոլոր մեկնաբանությունները մենք սիրով կընդգրկենք զեկույցի մեջ, որպեսզի երկուստեք համաձայնեցված լինի եւ մենք եւ դուք համաձայն լինենք այս տեքստի հետ, որը կհրապարակվի, կարող է օգտակար լինել այլ համայնքների համար։ Ինչ որ մի турքի տեսակ, որը ցուցակում չկա, օրենքի մեջ չկա, մտքներով դանցել է, որ լավ կլիներ այսպեսի մի турք լիներ կան, բայց չենք բարձրաձայնի դեռևս։ Մի հատ օրինակ ես մի անգամ ասեք մշակման փուլում է, կան բազմաթիվ գաղափարներ, կան նաև շատ անհամաձայնություններ, օրինակ եթե վերցնենք գազալցականների կամ մասով տեղական турքերում ասում է սեղմած բնական գազի կամ հեղուկացված նավթային հասկացած գազերի համար ինքը մակերես չի սահմանում, այսինքն դուրս է գալիս, որ կարող է այն լցականը, որ ունի մեկ լցակետ, տարեկան վճարում նույն գումարը, ինչ վճարում է ընդունենք այն լցականը, որը ունի 5 լցակետ։ Մոտավորապես այնպես, ինչպես տարիներ առաջ կապ չուներ ծխախոտ վաճառող խանութը 2 քառակուսի մետր էր, թե 300 քառակուսի մետր էր, նույն թիվներ վճարում, էլի, հա, այս բանն էր։ Հիմա արդեն բանով է, մագերեսով աստիճանակարգած է։ Հա, այսինքն որոշակի տարանջատում լինի ըստ լցակետերի թեկուզ, էլի։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ասում եմ համեմատականություն, եթե արդեն իրականացվել է արդյունքների տեսանկյունից, ինչպիսի դիրքերում է Արմավիրի մարզը ըստ մոնիտորինգի արդյունքների եւ ինչ ունենք դեպի ավելին լավարկելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Բանն այն է, որ շատ բան չենք հետազոտել եւ այդպես համակարգային համեմատություն անել չեմ կարող։ Ասենք, եթե ընտրությունների ժամանակ 2000 տեղամաս է արդյունքներ կան կարելի է համեմատել, մեր դեպքում Գյումրին ունենք Արաց, Աբովյանը, Հրազդանը եւ Վաղարշապատը։ Պիտի խոստովանեմ, որ իսկապես շատ դժվար է ֆինանսավորում ճարել նման ծրագրերի համար։ Դոնորների մեծ մասը վախենում է, որ կարող է կոնֆլիկտ առաջանա, հետազոտողը համայնքային իշխանության, պետական իշխանության կոռուպցիայի գործեր, բաներ, հետո դոնորին բան ասեն։ Իշխանությունները ասեն, այ մարդ ինչ ես կռիվ գցում, եւ ասում են, չէ, ավելի լավ է մի հատ փառատոն կազմակերպեք, ֆինանսավորենք, սիմպոզիում արեք, ֆինանսավորենք, մենք էլ այդ պրոֆիլի կազմակերպությունը չենք։ Լրագրողական, հետազոտական, հետաքննական կազմակերպություն է, որի ուշադրության կենտրոնում տեղական ինքնակառավարումն է նաև։ Մենք շատ շահագրգիռ ենք, որ տեղական ինքնակառավարումը Հայաստանում լինի
շատ որակյալ, հնարավորինս զարգացած, ընդհանրապես պետության մեջ լինի մեծ ապակենտրոնացում, իրական ապակենտրոնացում, ոչ թե ձևական ապակենտրոնացում, օրինակի համար ամբողջ կրթական հաստատությունների համալիրը փոխանցվի համայնքներին, առողջապահական բոլոր հաստատությունները փոխանցվեն, այդպես չեմ ասում, էլի հիմա ստորագրեն եկուստան, մասնագետներ պատրաստեն, ֆինանսավորում, վերահսկողություն եւ փոխանցվի, պետական իշխանությունը գործ չունենա, մշակութային հաստատությունների հետ ուղիղ գործ չունենա, թանգարանները, պատկերասրահները, գրադարանները բոլորը լինեն համայնքային, ինչ է նշանակում ունենալ մարզային գրադարան, ունենալ համայնքային գրադարան նույն քաղաքում։ Ինչ են անում, տարբեր բաներ են անում, չէ, նույն բանն են անում։ Եվ այլն։ Սոցիալական զանազան ծառայ, պետությանը մնա միայն այն, ինչ չի կարող փոխանցել համայնքներին։ Բանակը, դատախազությունը, ազգային ժողովը եւ այլն։ Մի քանի բաներ արտաքին հետախուզություն չի կարող լինել Վաղարշապատի արտաքին հետախուզության ծառայություն եւ այլն։ Հիմա ապակենտրոնացում որակյալ չկա, էլի, կա բան կետային, հա, այս մի օբյեկտը տանենք Երևանից այսինչ տեղ եւ այլն։ Ասածս ինչ է։ Հիմա համեմատության մեջ ես ընդամենը պիտի շատ հայեցողական համեմատություն անեմ, ասեմ, որ ամենախայտառակը եղել է Գյումրին 4 տարի առաջ, այդ ցույց տվեցի ձեզ, հա։ Այդ էլ 4-5 տուրքն ենք նայել, էլի, մնացած տուրքերը չենք նայել։ Եվ ամենա բանը բարեխիղճը եւ ամենամանրակրկիտը Վաղարշապատը։ Վաղարշապատին շատ մոտիկ է Հրազդանը, որտեղ քննարկում ունեցանք մի 2 շաբաթ առաջ, էլի, հա։ Ինչ որ անճշտություններ, ինչ որ փոքր-մոքր թերություններ, տեխնիկական խոտան, բան լինում է։ Ասենք համայնքապետարան կար, անունը չտամ, այդ Excel ցուցակի միջի տեքստերի կեսը չէր ընթերցվում։ Unicode չէր, էլի, չէի կարող կարդալ։ Հանում հատ-հատ փոխում էինք դեկոդերով, որպեսզի կարդանք, հասկանանք այս ինչ օբյեկտ։ Իրանց կոմպերը կարդում են, իրենք գիտեն թե բոլոր կոմպերը կարդում են, էլի համակարգիչների մեջ կա, մեր համակարգիչները չեն նայում։ Unicode-ը այն է, որ universal կոդավորում է, աշխարհի ցանկացած կետում, ցանկացած համակարգչով կարելի է կարդալ։ Այսպիսի խոտանները մի բան, ընդհանրապես երկու հիմնական բան, որ ես նշեցի, մեկը կոռուպցիոն պատճառներն են։ Դիտավորյալ չենք գրել։ Օբյեկտը տեմը դե 200 մետրի վրա 15 տարի նախկին քաղաքապետի ռեստորանը турքը չի վճարում, պետք չի, էլի, հա։ Ոնց պետք չի։ Չգիտես, որ պիտի վճարի։ Կարիք կա նախկին քաղաքապետին ասել, որ դու պիտի սննդի օբյեկտի турք վճարես։ Ինքը գիտե, չէ, բոլորից լավ գիտե։ Եվ այլն, այսպիսի բաներ, դա կոռուպցիոնն է։ Մյուսը վարչարարության ինչ-ինչ թերություններ կարող են լինել։ Ժամանակ կար գնալ գալով էր, հետո զանգով էր, հետո թուղթ են ղրգում մարդիկ, նամակ են ղրգում, հա։ Ժամանակ կար պիտի դատարան թիմեր, ոչ մի համայնքապետ դատարան չէր թիմում տեղական турքը կանձելու համար։ Հիմա հարկադիր ծառայությունը, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դա սպասարկում է։ Դատարանի կարիք չկա։ Այսինքն վարչական վարույթ եմ հրավիրում եմ քեզ արի նստի մի հատ խոսանք, հասկանանք ինչի չես վճարել։ Պրոբլեմ ունես, լավ, բեր ժամանակացույցի պես մի բան հորինենք, սկսես քիչ-քիչ վճարել։ Չէ, դու որոշել ես չարանենգորեն չվճարել, ուրեմն հարկադիրը կգա եւ այն մեշոկ պապի պես կտանի, էլի այդ փողերը։ Հա, իսկապես բանը բարձր եմ գնահատում ժողովրդյան։ Սա մասնավոր մի կազմակերպության գնահատական է, էլի, ոչ ոսկե մեդալ է, ոչ բան, էլի։ Այդքան շփվել ենք, տեսել ենք բան եւ տեսել ենք այն բարեխեղճությունը, որը այս կես տարվա համայնքապետարանը 8 ամսական, հա, ինչքան եղավ, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար, 8 ամսական համայնքապետարանը, համայնքը հին է, քաղաքը հին է, շատ հին է, բայց համայնքապետարանը որպես ինստիտուտ վերակազմավորված կամ վերախոշորացված նոր հաստատություն է, հույս բառը ես շատ չեմ սիրում, ակնկալում եմ, որ այս տեմպերը մնալու են եւ որևէ բան, ինչ է, նահանջ չի լինելու, էլի, այս բարեխեղճությունից։ Արմավիրը փոքր է, դրա համար Արմավիր քաղաք չենք եկել, մարզային համեմատություն չունենք, ընդամենը 4 համայնք ենք, էլի նայել։ Եթե համայնքապետը կոռուպցիոն շահ ունի որևէ համայնքում, ինքը պետք է կատեգորիկ մերժի բոլոր համագործակցության բաները։ Ներողություն, Վանաձորի մասին չեմ կարող ասել կոռուպցիոն շահը, բայց 4 ամիս, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս 4 ամիս Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարին չենք կարող իմանալ, թե լավ հասկացանք ինքը զբաղված է, էլի, բայց այնտեղ մարդիկ մասնագետներ, բաժինների պետեր կան, բաներ կան, ում հետ գործ ունենանք, էլի։ Գաղտնիք է, չենք կարող դրա այնգեր մեռանք գրավոր բանավոր բացատրելով, էլի, բացեք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի վրա հղում են անում, հա, բայց չեն նայել, որ դա վերաբերում է ֆիզիկական անձանց։
հա, ասենք իրավաբանական անձը խանութ, ռեստորան է աշխատեցնում, մենք турք վճարողների ցանկն ենք հարցնում, մերժում է, մտեք կայքում նայեք, ես ինչ տեղը մտնում ես լինքը, բացում ես, չի բացվում այդ լինքերը, էլի, որոշել են, որ մենք բանը կներեք, ինչ որ մի սարից իջել ենք, ոչ տարերը գիտենք, ոչ թվերը գիտենք, ոչ օրենքից ենք խաբար, ուզածները դատարանն է ըստ երևույթին, էլի, հա, մենք էլ մոմ ենք դրա համար, էլի, 91 հատ դատական գործ ունենք տեղեկատվություն ստանալու համար։ 89 դրանցից պսակվել են տեղեկություն ստանալով։ Դատարանի դահլիճ են եկել համայնքապետերը 20 տարվա բան են պատմում ժողովուրդ ջան 2006 թվից սկսած։ Բերել ենք ավականու որոշումները, հայցը խնդրում ենք իդ վերցրեք, ավականու որոշումները այն ժամանակ բան չկար, համացանցում չկար դրած բան։ Դուք մեր համայնքի բնակիչ չեք, դուք ինչ իրավունք ունեք մեզնից ավականու որոշում հարցնել։ Այս տեսակ անհեթեթ պատասխաններ ենք ստացել ժամանակներին։ Հիմա ոնց որ թե ժամանակները անցել են արդեն, էլի ոչ մեկի մտքով չի անցնի, ասի թե մեր բյուջեի հետ ինչ գործ ունեք։ Եկեք ավականու նիստին գրել էին մեզ մի անգամ։ Ավականին կորոշի, որ թույլ տան ցես ծանոթանաք մեր գյուղի բյուջեին, թույլ կտանք կծանոթանաք, չէ։ Արշալույս գյուղ, Արթիկի շրջան այն ժամանակ, հա։ Այսպիսի բաներ ունենք, էլի։ Ծանր դեպքեր ենք ունեցել։ Հիմա այդ փուլերը անցել ենք, էլի, բայց տառապանքով, տանջանքով ենք անցել։ Քարակերտի համայնքապետը ասում էր, ես չեմ տրամադրելու, ինչ ուզում եք արեք։ 16 թվական։ Չեմ տրամադրելու, ոչ մի բյուջե ես ասում եմ, այ ընկեր ախր ինչ ես կռիվանում, օրենքի մեջ գրած է, որ դու այդ բյուջեն պետք է հրապարակես, ես չեմ հարցրել քեզնից։ Դու դա պետք է հրապարակես, օրենքի մեջ է գրած։ Իրավական ակտերի մասին օրենքով պետք է հրապարակես, տեղական ինքնակառավարման մասին օրենքով պետք է հրապարակես, տեղեկատվության 3 օրենք ասում է, որ դու պետք է հրապարակես, չես հրապարակել։ Հարցրել ենք, հիմա ինձ ասում ես չեմ հրապարակելու։ Այս տեսակ կներեք, էլի, մտածողություն է եղել, էլի ժամանակին։ Հետո այդ բազաները, այս բազայից առաջ մենք բազա սարքեցինք, համայնքապետարաններից ստացված տեղեկությունները լցնում էինք այնտեղ։ Հիմա Գրիշայենց կայքը որ կա, բոլորը այնտեղ արդեն իրենց բաժիններն ունեն։ Ավականու նիստերի ուղիղ հեռարձակում 12 թվին առաջին անգամ Գյումրիում մենք դա արեցինք։ Երկրորդը եղավ Սուսաննան կամերան առավ գնաց Արմավիրի ավականու նիստի։ Ով եք, ինչի եք եկել ստեղ։ Աթոռ չկա նստելու։ Աթոռ չէին տալիս, որ նստեին Սուսաննայինք ավականու նիստում Արմավիր քաղաքում 15 թվականին։ Ինչ է թե հոգնեն գնան, էլի ավականու նիստը ուղիղ հեռարձակելն ինչ մեղքս է։ Էս ով եք դուք, փորձանք եք, ինչ եք, բան։ Ինչ իրավունք ունեք ավականու նիստը ուղիղ հեռարձակել։ Թունելը քանդելով, փորելով, ճամփեն բացելով եկել հասել ենք այնտեղ, որ հիմա օրենքի մեջ գրած է, որ ավականու նիստերը ուղիղ պետք է հեռարձակվի։ Ով չի ուզում լավ հեռարձակվի, տեսախցիկը տանում գցում են սենյակի անկյունը, որ չլսվի, չհասկացվի, ով ինչ է ասում, ով ինչ է խոսում, ով է խոսողը եւ այլն եւ այլն։ Ավականու անդամների հայտարարագրերը։ Էդ էլ ենք մենք մեղավոր, էլի։ Ես ավականու անդամ էի, առաջարկեցի, որ ավականու անդամներն էլ հայտարարագրեր ներկայացնեն։ Լևոն դու փորձանք ես, ինչ է ուզածը, դայմար, ասում եմ, չէ, խոշոր համայնքների ավականու անդամները թող հայտարարագրեր ներկայացնեն, ինչ կլինի, որ ներկայացնում են, չէ, ծերոնք կարծեմ։ Չէ, դա չէ։ Այն ստանդարտ հայտարարագիրը չէ, որ բոլորին է վերաբերվում։ Պաշտոնյաների հայտարարագրերի մասին է խոսքը։ Համայնքներում դա սկսում է աշխատակազմի ղեկավարից, քարտուղարից, ավականու անդամներից եւ բարձրաստիճան պաշտոնյաներից։ Այն ժամանակ, երբ 15 թվականին ես առաջարկեցի, այն ժամանակ Գյումրու եւ Երևանի համայնքապետերն էին միայն ներկայացնում եւ падգամավորներ, դատավորներ, բաներ 600 հոգի էր։ Մեղավորը ես եմ, հա, մեր ավականու անդամներն ասես ինչ բերեցիր կախի։ Հետո ավելացրեցինք աշխատակազմի ղեկավար, ավելացրեցինք, որ ասում եմ, ես առաջարկել եմ, հա, պետական իշխանությունը քննարկել, ասել է, հա, 15000 եւ ավելի բնակչությամբ համայնքների ավականու բոլոր անդամները։ Այսինքն այն փոքրամասնություններով համայնքները որ կան, ֆերիկն է, հա, ձեզ մոտ կարծեմ միայն։ Հա, իրենք չպիտի ավականու անդամները չպիտի ներկայացնեն։ Ինչի համար էր սա մտածված, որպեսզի շահերի բախումը բացահայտվի, երևա հասկանանք, այս մարդը ինչի տերեր այդ փողերով ինչպես դարձավ, ասենք միլիոնատեր, միլիարդատեր, անունները չտամ էլի, հա, գիտեք ինձնից լավ։ Այդ ռոջիկով դու չէիր կարող 4000 տարի պետք է աշխատեիր, որ դառնայիր համայնքի ղեկավար։ Բարդ է, տեղական ինքնակառավարման վիճակը ահագին բարդ է։ Ես հա փորձում եմ համոզել, որ արտահայտվեք, չեք արտահայտվում։ Չեք արտահայտվում, մի արտահայտվեք, ինչ ասեմ։